Ծրագիրը շուրջ 10 տարի կենսագրություն ունի։ Հայրենիքում ծառատունքի գաղափարը լիցքերի նոր ներարկում ստացավ Արցախյան շարժմամբ, որի տրամաբանական շարունակությունը դրա նոր աշխարհագրությունն էր։ Անկեղծ ասած, արդեն համալսարանական տարիներին մենք ուսանողների հետ բազում ծառեր ենք ընկել։ Եվ Երևան-Սևան մայրուղու ճանապարհին, եւ Երևանի պետական համալսարանի սպորտառողջական ճամբարում, սրանք հրաշալի օրեր էին, հրաշալի, եւ ուսանողները սիրով էին մասնակցում։ Բովանդակություն է ստացել։ Ճանապարհորդն այստեղ կարող է փոքր դադար առնել եւ սառնորակ աղբյուրի ջուր ըմպել ամերիկահայ բարերար Սերժ Փափայանցի անունը կրող հուշարձան աղբյուրից։ Մարդով ակտիվ մասնակցություն ունենալով Արցախի վերածնմանն ուղղված ծրագրերին, մեռնելուց առաջ ընկերոջը Գուրգեն Մելիքյանին պատգամել է իր աճյունը հողին հանձնել բազմաթիվ ընկուզենիների հարևանությամբ Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանն է, բոլոր հայերիս ուղղված պարտավորեցնող հիշեցմամբ։ Բերձորտանով մայրուղին թերևս լավագույն տեղ է մտորելու Արցախի կորստի եւ մեր պատմության վերջին էջի միջև կապի մասին մեծ հայրենասերի թևավոր դարձած խոսքերի շուրջ։ Ախ իմ հայրենիք, քեզնից սկսվում ու քեզ եմ հանգում շրջագծի պես։ Այս տողերը շվեդահայ համայնքի հայրենիքի նկատմամբ ունեցած զգացմունքների խոստովանության արտահայտությունն են, որ կարելի է կարդալ ճանապարհի եզրին տեղադրված հաջորդ հուշաքարին։ Հայաստանի մայր բուհնիր 90-ամյա Հոբելյանի կապակցությամբ Բերձորի մոտակայքում հիմնադրել է պուրակ, որը ժամանակի ընթացքում նույնպես դառնալու է տեղի ուշագրավ վայրերից մեկն։ Տեղադրված գրությունը վկայում է, որ հարևանությամբ գտնվող մյուս պուրակը հիմնվել է հայր եւ որդի Զավեն եւ Նարեկ Եկավյանների հովանավորությամբ։ Վերջին տարիներին ծառատունքի ծրագիր է իրականացվում նաև ազատագրված մյուս Շահումյանի շրջանում։ Քարվաճառում կատարված ծառատունքի այս կադրերը նկարահանվել են 2000 կան առողջ սերունդ գամես ծառայելու դպրոց հաճախելու եւ այդ ֆոկուսոն չի լրնալ կազմակերպությունը մեծավ սիրով է դառնում գումարելերիվ նրանք են տրամադրում բանկային համակարգով է դա արվում ամբողջությամբ փոխանցվում է կազմակերպություններին եւ այդ ծրագիրը իրականանում է։ Ինչպես եւ բոլոր մյուս ծրագրերը, Կաթի ծրագիրը նույնպես իրագործվում է Գուրգեն Մելիքյանի անմիջական մասնակցության եւ վերահսկողության պայմաններում։ Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոցում եւ մանկապարտեզում ձմռանն արված այս նկարահանումները դրա վառ ապացույցն են։ Բնական է կրթօջախների ղեկավար